Բացատրություն տվեք, ինչի հայ երբ որ վճարում ես 150 դրամ, ինչի չի շարժվում գնացքը, երեխեքը խեղդվում են մեջը։ Մեծ իրարանցում է սկսվել Երևանի մետրոյում, վաղ առավոտյան։ Աշխատանքի շտապող մարդիկ վճարել են տոմսի համար, հասել գնացքի մոտ ու պարզել, որ այն անշարժ կանգնած է։ Ոչ ոք չի բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում։ Այդ պահին մետրոյում է եղել նաև ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Տիկին Կյուրեղյան, ինչքան եք սպասում։ Ես արդեն 3-4 րոպե է որ սպասում եմ, բայց կարևորը իմ սպասելու ժամանակը։ Մարդիկ ասում են 20 րոպե, հա։ Ասում են այստեղ 20 րոպեից ավել գրված էր արդեն։ Բայց պատճառաբանություն կա, ինչի համար ենք սպասում։ Դուք լսեցիք պատճառաբանությունը, որը անտրամաբանական պատճառաբանություն էր։ Մարդը եկել էր ընդհանրապես այս կնոջ բարձրացած ձայնին արձագանքելու։ Դե ասում են, տեսա երևի որ ձեռքերը ոլորելու տանելու տարբերակ չունի։ Մետրոյի բարեկամություն կայարանի պատերի տակ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ Հայլուրին ասել են, որ ավելի քան կես ժամ սպասել են մինչև գնացքի շարժվելը։ Ժամը 9-ին բարեկամության մետրոյի կայարանում 30 րոպե եւ ավել մի հոծ բազմություն սպասում էր, որ պետքա գնար մեկ աշխատանքի, մյուսը դասի ու խառնաշփոթ իրավիճակ էր, որտեղ բացատրություն էլ չկար, թե ինչի համար են մարդիկ սպասում եւ ի վերջո մարդկանց ընտրություն էլ չէին տալիս, որ իջնեն, թե չիջնեն, այսինքն ոչ մի տեղեկություն չկար։ Քաղաքագլուխը սակայն լրագրողների հետ զրույցում ասել է, թե խափանումն ընդամենը 14 րոպե է տևել։ Գնացքներից մեկը արգելակման համակարգի հետ կապված որոշակի խնդիր է արձանագրել եւ այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե, եթե չեմ սխալվում, ունեցել ենք խնդիր մետրոպոլիտենում։ Մեծ խնդիր չի եղել, վստահեցնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։ Տարօրինակ տեխնիկական խնդիր էր, հակադարձում են քաղաքացիները։ Սկզբից ասում էին, որ ոչ մի խնդիր չկա, սպասեք, հետո բացատրություն եղավ, որ տեխնիկական ինչ-որ խնդիր կա, բայց ընթացքում վագոններ էին շարժվում, այսինքն այստեղ ինչ-որ հակասություն կար, եթե տեխնիկական խնդիր կար, այդ վագոնները ինչի էին շարժվում։ Գնացքները փորձարկել են, դրա համար են դատարկ գնացել եկել, հայտնում են մետրոպոլիտենից։ Հայկ Ավանեսյան, Լանա Համբարձումյան, Արփի Սուքյասյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։